Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության падգամավոր Վարդան Այվազյանի խոսքով գազի սակագնի իջեցումն իր հետ կբերի ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև բենզինի գնի իջեցման։ Գազալցակայանների 60-70%-ը գտնվում են 10,000 եւ ավելի խորանարդ մետր օգտագործողների շարքում։ Այսինքն իրենք 10,000 նրանց վրա $280 գազը դառնում է $253։ Եթե իրենց մոտ գազի ընդհանուր գնվող գինը իջնում է, այսինքն նրանք իջնել են, նրանք իջան, հետևից գալիս է բենզինը, որտեղ ինքը մրցակցային դաշտում չի արդեն։ Կառավարության կողմից իրականացվող փոփոխություններն իրավիճակային են եւ արվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կարծում է ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Չեմ տեսնում այն հայեցակարգային մոտեցումների փոփոխությունները։ Եթե ընդհանրացնեմ, ապա ես տեսնում եմ, որ նոր կառավարությունը, նոր վարչապետը ավելի շուտ որպես կառավարիչ, որպես մենեջեր է հանդես գալիս, քան որպես տնտեսագիտական նոր հայեցակարգ բերող անձ։ Այսօր մի քանի ժամ արտակարգ իրավիճակ էր Երևանի կենտրոնում։ Ոստիկանները Բյուզանդի 1 կոտորակ 3 շենքի մոտից հեռացնում էին մեքենաները։ Այստեղ սպասում էին Սերժ Սարգսյանին, որը մասնակցելու է ՀՀԿ-ի կենտրոն տարածքային կազմակերպության սկզբնական կազմակերպությունների ժողովին։ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ-ի 16-րդ համագումարի պատվիրակ։ Համագումարը կկայանա նոյեմբերի 26-ին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հանդիպել ֆուտբոլասերների հետ եւ քննարկել ֆուտբոլային հարցեր, իսկ իր հրաժարականը պահանջող ֆան ակումբներին նա խորհուրդ է տալիս չզբաղվել ոչ ֆուտբոլային գործերով։ Լրագրողները, երկրպագուները իրավունք չունեն ապատեղեկատվություն, վիրավորանք, հարցնում մարզիչի աշխին, ֆեդերացիայի նախագահի։ Ոչ պետական բյուջեն, ոչ էլ կառավարությունը չի սուբսիդավորի Գազպրոմ Արմենիա ընկերությանը, եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշի բնական գազի սակագինը նվազեցնել։ Այսպիսի մեկնաբանությունները վարչապետը համարում է թյուրըմբռնում։ Բյուջեն կառավարությունը որևէ սուբսիդավորում գազմատակարար ընկերությանը չի անում։ Որևէ։ Ոչ ստվերային, ոչ ուղիղ, ոչ մի ձև։ Գազպրոմ Արմենիան փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդլայնի։ Ճշտումը կատարելուց հետո վարչապետը տվեց հերթական հանձնարարականները արդարադատության նախարարությունը երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի կառավարությանը ապօրինի հարստացման դեմ եւ կանխիկ գործառույթների սահմանափակման մասին օրենքների նախագծեր։ Այն դեպքերում, եւ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Վարչապետի ուշադրության կենտրոնում էին այսօր նաև անչափահասները։ Այսուհետ պետք է խիստ վերահսկողություն սահմանվի 18 տարին չլրացած անձանց ծխախոտ եւ ալկոհոլային խմիչք վաճառելու հարցում։ Մենք ունենք ակումբներում գիշերային սահմանափակում տարիքային, թե չէ։ Պետք է մտցնել։ Նախարարություններն էլ պետք է իրենց կայքերի եւ թեժ գծերի գործառույթները այսուհետ պատշաճ կազմակերպեն, այլապես ամբողջ բեռը ընկնում է վարչապետի խորհրդականների եւ օգնականների վրա։ Իմ օգնականներն ու խորհրդականները քանի օրվա մեջ բացի զանգերի պատասխանելուց եւ հանդիպելուց ոչ մի բան չեն կարող անել։ Ի պատասխան Սերժ Սարգսյանի երեկվա հանձնարարականի վարչապետը հանձնարարական տվեց Security Dream եւ Parking City Service ընկերությունների գործառույթները ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումը եւ կառավարումը պետք է անցնի պետական կառույցներին։ Արդյունքում կլինի նա, որ այն միջոցները, որը տրամադրվում է մասնավորին, մի մասը գնում է համակարգի պահպանմանը եւ բարելավմանը, դա իհարկե կշարունակի գնա, որտեղ այդ համակարգը պետք է պահպանել, այն մասը, որը գնում է որպես շահույթ, դա մեզ մոտ կդիտվի որպես խնայողություն։ Ֆինանսների նախարարը այս ամենը նախընտրական շոու համարողներին վստահեցրեց, նոր կառավարությունը կատարելու է իր խոստումները։ Արագաչափերից կարմիր գծերից ու տեսախցիկներից գոյացած եկամուտները կտնօրինի պետությունը։ Դրանց մի մասն այս պահին տնօրինում են մասնավոր ընկերությունները։ Սերժ Սարգսյանը երեք նման հանձնարարություն է տվել ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։ 10 օրվա ընթացքում ձեռնարկել համապատասխան միջոցներ, այդ թվում նաև բանակցություններ, ֆինանսական ողջ խոսքերը պետական կամ համայնքային համապատասխան մարմինների կողմից կառավարվելու
առում։ Արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրմամբ եւ սպասարկմամբ զբաղվում է Security Dream ընկերությունը 2011 թվականից։ Երևանում ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացնում էր Parking City ընկերությունը։ Երկու ընկերություններն այժմ դիրքորոշում չեն հայտնում։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այս երևույթը համարում է խիստ բացասական։ Մեր երկրում այսպիսի հանցավոր բաներ չարվեն։ Հետո ձեռներից խլելով մի հատ էլ հարված երկրին հասցնեն։ Պատժվեն են անձիկ, որոնք սենց սխեմաներ են աշխատացրել։ Որտեղ սա երկրի հեղինակությունը իհարկե հարված է։ Բիզնեսի ու քաղաքացիների հետ նման կերպ վարվելը տնտեսագետին հակաիրավական քայլ է հիշեցնում։ Մեր երկրում կարևորագույն հարցերից մեկը սեփականության իրավունքը պաշտպանելն է։ Ես մտածում եմ, որ ընդհանրապես որևէ բիզնեսին կպնելը միշտ ավելի վատ հետևանքներ կառաջացնի դեպի ներումների եւ պակասի։ Տնտեսագետը պնդում է իշխանությունները պետք է առաջին հերթին մտածեն Հայաստանի բնական պաշարներն իշահպետության ծառայեցնելու մասին։ Երկրի հարստություն հանդիսացող հանքահումքային ոլորտից շահույթները ստանում են մասնավոր ընկերությունները։ Ամբողջ ընդերքը մեջ է արված։ Կասկածում եք, մի հատ մրցույթի մասին ասեք, որը հրապարակային այդ մրցույթ, որին, չգիտեմ, որին պայմաններ է դրված եղել։ Դրանք մի հատ սխեմա։ Սա Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր ուղղություններից մեկն է եղել, չէ՞, եւ այսօր էլ կա։ Բերեք պահանջ դրեք, որ չգիտեմ, այս ոլորտում ներգրավվածները կամ վերամշակող, ցիկլերը ապահովեն եւ այս պարագայում տվեք այս հանքերը։ Նման դեպքերը բացառելու համար տնտեսագետ Բագրատ Ասատրյանը պարտադիր կատարման հարց է համարում պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացումը։ Գիտեք, ինչպես նորմալ է, չափից ոչ դուրս։ Միքայել Մելքումյանը համաձայն չէ, որ Security Dream-ը եւ Parking City Service-ն այլևս ոչ մի կապ չեն ունենա կարմիր գծերի եւ ճանապարհների տեսանկարահանումների հետ։ Խնդիրը ես sense եմ հասկացել, որ հոսքերը ֆինանսական, կառավարի համայնքը կամ պետությունը։ Դա չի նշանակում, որ վերցրել են։ Այսինքն փողերը մնում Չէ, բայց սպասարկումը ով է անելու։ 2 օր առաջ է Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարարից փորձել տեղեկանալ հիշալ երկու կազմակերպություններն իրենց կապիտալ ներդրումների ծախսերը հանել են թե ոչ։ Նախարարն ասել է ավելի քան։ Այսինքն արդեն երբ որ բիզնեսը չի դուժել, ինքը արդեն պլյուսով է, տեղ կարած դնես քննարկես, որ հիմա եկել ենք մի կետի ոնց շարժվենք առաջ, ասենք իրավիճակ կարանք փոխենք։ Արմեն Ռուստամյանը տեղի ունեցածից շատ ուրախ է, ի վերջո շատ դաշնակցական քայլեր Սերժ Սարգսյանի արածը։ Պետության կառավարումը, այո, սոցիալիստական գաղափարախոսությանը համահունչ է եւ մենք միշտ ասել ենք, որ պետությունը չպետք է ձեռները լվանա, մի կողմ քաշվի, իբր թե ազատ շուկայական հարաբերություններ են, շուկան ինքն իրեն կառավարում, ղեկավարում է։ Տեսնում ենք ինչպես է կառավարում։ Դեռևս քարյակի օրերին էր դաշնակցությունն ասում, որ կարմիր գծերի եւ փողոցային նկարահանումների անպատժելիության դեմը պետք է առնվի։ Հենց մարդն էր դուժում եւ անհասկանալի քաշքշուկների մեջ էր հայտնվում։ Դուժում էր նաև տնտեսությունը հենց այն պատճառով, որ ասենք ինչ որ մի 1000 դրամի համար կարող են ամբողջ գումարը կալանքի տակ դնել։ Ազգային ժողովի ընտրությունները սարերի հետևում չեն եւ պարոն Ռուստամյանը չի բացառում, որ Security Dream-ին եւ Parking City Service-ին միլիարդավոր դրամների զրկելը կարող է ընկալվել որպես Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի նախընտրական քայլ։ Բայց եթե անգամ դա այդպես է, իմ համար դա այդքան կարևոր չի։ Ընտրությունների ժամանակ եթե այս ձևերով պետք է ձայն շահեն, շատ ավելի լավ է, քան թե ընտրակաշառքով եւ վարչական լծակներ կիրառելով։ Հիմա իշխանությունը ինչ լավ բաներ անի կապելու է ընտրությունների հետ, ասում է հանրապետական Հովհաննես Սահակյանը, բայց ինչու է հիմա իշխանությունը որոշել ընթരാճ գնալ քաղաքացու տարիներ տևող դժգոհություններին։ Մեր ցանկացած քայլ անձամբ իմ եւ մեր թիմի ղեկավարի ինքը իհարկե նաեւ նախընտրական է, բայց այդ նախընտրականը չի սկսում 6 ամիս առաջ։ Սակայն Security Dream-ին եւ Parking City Service-ին միլիարդավոր դրամների զրկելու երեկվա որոշումը պարոն Սահակյանը ոչ այնքան նախընտրական կհամարի, որքան իրավիճակը լավացնող հանձնարարական։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից միայն վնաս է կրել, օգուտ դեռ չունենք։ Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկմանը հիշեցին Եվրամիության ասոցացման պայմանագիրը։ Հայաստանը այն չստորագրեց, թեև մոտորերս պատրաստվում է մի նոր իրավական փաթեթ ստորագրել Եվրամիության հետ համագործակցության համար։ Քաղաքական մասով հասկանալի է ինչ է լինելու փաթեթում, տնտեսական բաղադրիչը ինչ ծավալով է լինելու, որտեղ այո, մաքսային միության կներեք խերը չենք տեսել, առայժմ նոր բանակցվող համաձայնագիրը իր բնույթով ազատ առևտրի համաձայնագիր չէ եւ մաքսատուրքերի զրոյացում երկուստեք չի նախատեսում։
Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարի մյուս հարցը վերաբերում էր վիզաների կենտրոնին, որը Շենգեն վիզաներ է տրամադրում մի քանի երկիր այցելությունների համար։ Վիզաների կենտրոն կոչված չարաբաստիկ կանտորա գոյություն ունի, որտեղ վիզա ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ենթարկում են նվաստացման մի խայտառակ ռիտուալի։ Երեխաներով գրկած գնում են, օրերով կանգնում են, չգիտեմ, ինչ որ անհեթեթ գումարներ են գանձում, ես պատահական չասեցի, սկրեպ խփելու համար։ Մենք ստացել ենք տարբեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով բողոքներ, նամակներ եւ երբևէ այդ բողոքները չենք թողնում, այսպես ասած, աննկատ։ Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ արտաքին ոլորտին բյուջետային հատկացումների քննարկման գլխավոր հարցն էր։ Ուր է նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Զարմանում եմ, որ այդ հարցերը բարբերաբար բարձրանում են, բայց բայն նախարարը գտնում է Գերմանիայում պաշտոնական այցելությամբ։ Եվրոինտեգրման ծրագրային զեկույցը ընդդիմադիրներին չբավարարեց, ոչ մի թիվ ցուցանիշ չկա։ Ձեր այս միեջանոց ծրագիրը ջրառատն է։ Ամեն ինչ պետք է ուղղված լինի բաղադրիչի ամրապնդմանը, կանխարգելման նպաստելուն, Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ընդլայնմանը, Միացյալ Նահանգների գործընկերության ամրապնդմանը, եվրոպական երկրների զարգացման ու ամրապնդմանը։ Արտաքին գործերի փոխնախարարն ի պատասխան նշեց, որ իրենց աշխատանքը չի գնահատվում թվերով ու ցուցանիշներով։ Իրենք համագործակցում են, բանակցում են, իսկ դրանք չափելի հասկացողություններ չեն։ Մանեն ու Նարեն տարբերվում են հասակակիցներից։ 8 եւ 3 տարեկան աղջիկների հերոսները ոչ մուլտֆիլմերից են, ոչ էլ հեքիաթներից, թեև պապիկին Աշոտ Նավասարդյանին միայն մայրիկների պատմություններից գիտեն, սակայն ասում են, հենց նա է իրենց հերոսը։ Գիտեմ, որ ինքը անկախությունն է ստեղծել, որ զինվոր է եղել, բանակն է ստեղծել, ուժեղ է եղել։ Ես իմացել եմ, որ իմ պապիկը հերոս էր։ 19 տարի առաջ այսօրը 47 տարեկան հասակում հանկարծամահ եղավ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանը։ Կուսակից ընկերներն ամեն տարի այսօրն այցելում են Եռաբլուր։ Յուրահատուկ, ազնիվ, ազնվագույն, նվիրված, սրտացավ, ինքնազոհ եւ մեծ հոգուտեր մարդ էր։ Ֆինանսների նախկին նախարարն ասում է, մենք դեռ երկար ժամանակ ենք ձգտելու ձևավորել այն պետական արժեքները, որոնց մասին երազում էր Աշոտ Նավասարդյանը։ Իսկ նրա երազած ու ստեղծած կուսակցության մասին նա գերադասում է քիչ խոսել։ Այն կուսակցությունը, որ Նավասարդյանն էր ստեղծում, դա փոքր համախոհների նվիրվածների կուսակցություն էր, բայց կյանք շարունակում է եւ կուսակցությունը լայվում է, կուսակցությունում որոշ փոփոխություններ են լինում, նոր մոտեցումներ ժամանակի հետ կապված, այնպես որ դրանք համատելի չեն։ Աշոտ Նավասարդյանի կինը Հասմիկ Նավասարդյանը որոշել է, եթե պետությունը չանի, ապա իր ստեղծած հիմնադրամն առաջիկայում հանդես կգա Հայաստանում խաղբանտարկյալի օր հռչակելու նախաձեռնությամբ։ Հայաստանն ունեցել է ավելի շատ խաղբանտարկյալներ, քան Վրաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը միասին վերցրած։ Ըստ նրա հիմա էլ Հայաստանում խաղբանտարկյալները քիչ չեն։ Եթե կա մահին գնալու ընթառաջ մահ իմացյալ անմահության գաղափար է, ուրեմն նրանք ունեն ընդվզում, իսկ պետությունը եւ կառավարությունը այդ ընդվզումը պետք է կարողանա աստիճանաբար վերացնել։ Ես գտնում եմ, որ պետությունը եւ կառավարությունը այսօր անելիքներ ունեն։ Աշոտ Նավասարդյանը եղել է ազգային միացյալ կուսակցության անդամ, հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի ցեղակրոն գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար 3 անգամ կալանավորվել է եւ դատապարտվել գումարային 17 տարվա ազատազրկման ու 5 տարվա աքսորի։ 1990 թվականի օգոստոսին Հայաստանի գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Բագրատունյաց Պողոտայի երթևեկությունն այսօր 15 րոպեով նայրիցիները կատվածահար էին արել կոնկրետ պահանջով։ 4 ամսվա աշխատավարձ ունենք ստանալու, բայց վերջին աշխատավարձը ստացել ենք 3 ամիս առաջ։ Բա մեր փողերը տվեք։ Վարդներից շատերին անհասկանալի էր պայքարի նման եղանակը եւ նրանք պահանջում էին բացել ճանապարհը։ Ճանապարհը փակ արել, քանդած ճանապարհը։
Քիչ անց դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Շենգավթի բաժնի աշխատակիցները։ Մենք հասկանում ենք, որ օրենք են խախտում։ Այո, դուք օրենք եք անշնորհքություն ենք անում, օրենք են խախտում, բայց ուրիշ ճանապարհ չունենք։ Եթե թե 4 ամիս աշխատավարձ չտա։ Ճանապարհը այնուամենայնիվ բացվեց 30 րոպե հետո կրկին փակելու պայմանով։ Բանակցություններից հետո սակայն պարզվեց, որ այսօր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում հանդիպում է տեղի ունենալու։ Ուստի նայիրիցիները որոշեցին մեկ օր էլ սպասել։ Նայիրիցիներին ավելի շատ անհանգստացնում է այն փաստը, որ հստակ պատասխան չի տրվում, թե երբ կվճարվի աշխատավարձը։ Ասի գիտեք ինչ, ձեր փողը կտանք 2020 թվին։ Մեր ժողովուրդը ամփերատար հավատացող ժողովուրդ է։ Օր ասեք, ամիս ասեք, ոչ մի բան չեն ասում։ Ինչու՞ պետք է մեր կարիքները կան, հոսանքը, ջուրը, վանը։ Նայիրիցիներին արդեն լուրեր են հասել նաև, որ գործարանի անվտանգության ծառայությունը ցանկանում են լուծարել եւ այնտեղ ծառայություն է մատուցելու ոստիկանությունը։ Ես անձամբ խոսք եմ տալի, ոչ մեկին ոչ մի բան չենք հանձնելու։ Եթե նայիրիցիներին աշխատավարձերի մասով հստակ պատասխան չտրվի, վաղը նրանք կրկին փակելու են Բագրատունյաց պողոտան։ Տենուղի համայնքի 4-րդ փողոցի առաջին եւ 3-րդ շենքերի բնակիչները մայրաքաղաք են եկել գոնե այստեղ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպելու ակնկալիքով։ Տունն է եղել, ազուկաների դուրս խաղանք, պատը բրվեց փախանք։ Վթարային ճանաչված 3 շենքերից մեկի բնակիչներին 9 ընտանիքների փոխհատուցման գումարները վճարել են դեռ 2015 թվականին, մյուս 2 շենքերի 21 ընտանիք դեռ սպասում են։ Ասել են 3 ամիս հետո, ամեն մեկին 3 ամիս։ Երամսյակ կտանք ու հավատացել են ժողովուրդը խելոք առանց ձենի նստել են։ Հետո գալիս է նոյեմբերին, դեկտեմբերին սենց անդադ ինչքան կարելի է ու վտանգը ավելի է մեծանում։ Անձրևը գալումա չռումա վրեկա աղջիկ ջան։ Քարը բլբը մնումա գլխին, մազբետի թորի գլխին ընկնի մազբետնի չկանի։ Յուրաքանչյուր ընտանիքի նախատեսված է հատկացնել 6 միլիոն դրամ։ Բնակիչները վստահ են, գումարը փոխանցվել է մարզպետարանին, պարզապես իրենց չեն տալիս։ Հələ թողտուն սարքի գյուղացու երեխին տա։ Աշոտ Ղահրամանյանը սակայն գյուղացիների հետ հանդիպման չիջավ։ Փոխարենը գյուղատնտեսության նախարար Իգնատի Արաքելյանը չխուսափեց կառավարության գլխավոր մուտքի մոտ հավաքված Քաղցրաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպումից։ Չեմ կար ասեմ, այդ մարդը պետք է առնի փողը տա, որ ձեր փողը տան։ Ես ոնց ասեմ երբ։ Բայց դու այն ժամանակ ասի կլիենտը բարոն նախարար, ինքը ամեն օր էլ նույնը ասում։ Հիմա սպիրտի առաքումը կոնկրետ այդ կլիենտին չի սկսել, բայց եթե այդ մարդը սպիրտա վաճառում ամեն օր, անկախ այդ կլիենտին։ Ուրեմն հենց հիմա կպաճեն։ Խաղի մթերման դիմաց վինար ընկերությունը 30 միլիոն դրամի գումար է պարտ Քաղցրաշենի բնակիչներին։ Մենք արդեն համոզվել ենք բոլորս, որ այդ ավետը թե ինչ է տալիս, թե ինչ անում։ Ով որ չի տալիս, չեք ասում, ավետը քեզից ինչ ես ներկայացնում։ Սխեման, որ մենք մշակեցինք, տեխնիկապես ինքը խնդիր ունի ձևակերպելու, բայց եթե այդ մարդը անկախ այդ սխեմայից վաճառում է, ինքը պետք է ձեր փողը տա։ Այսօր եւս կառավարության շենքի դիմաց էին խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների մայրերը։ Նրանք հայտարարում են իրենց որդիների մանկան հանգամանքները մինչև վերջ դեռ պարզված չեն, մեղավորները պատժված չեն։ Ցողամարգում հետընտրական դժգոհություններ են 14 համայնք, այդ թվում Ցողամարգը խոշորացման արդյունքում Սարապատ փնջում են միավորվել։ Փնջի կենտրոնը Թորոս գյուղն է։ Ընտրությունների արդյունքում հաղթել է Կոկովիդ համայնքի տեխնացուն։ Ցողամարգցիները շարունակում են պնդել, որ Փնջի կենտրոնի ընտրությունը սխալ է կայացվել։ Ցողամարգը շուրջ 600 բնակիչ ունի, կրկնակի ավելի, քան Թորոս գյուղը։ Գյուղացիների կարծիքով նաև աշխարհագրական դիրքով ամենահարմար ու կենտրոնական դիրքում հենց Ցողամարգն է, ունի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։ Դանակն են տանում Եզիկովը դե եզն են տանում դանագի քով։ Եզը բերում են երկրորդ հարգը, դանագի քովն որ եզը մորտ է։ Ինչպես են անում այս կառավարությունը։ Ցողամարգի արդեն նախկին համայնքապետ Գնել Բարսեղյանը հրաժարվեց տեսախցիկի առաջ մեկնաբանություն անել։ Ցողամարգցիները նախկին վարչապետին նամակ են ուղարկել։ Դիմել են նաև մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու գրասենյակին։ Համայնքաբնակները պնդում են, որ ստացված պատասխանները չեն գոհացնում։ Չիտես ինչ պատճառներով տարածքային կառավարման նախարարը իբր թե եկել է հավաքել է այդքանի կիսագրագ այդ գյուղապետերի, գիտեք ինչ պայմաններով գյուղապետ ընտրվան, հիմա իրանց ստիպել են, որ պեճադեք, եղնի մեզի փաստաթուղթ համայնքի կենտրոնը տեղավորենք Թորոսում։ Մի առավելություն Թորոս, որ ագումնյատը չունենաս ավտոն վերվարես խոդիտաս։ Թեք է տեղը։ Ցողամարգի բնակիչներն օրեր առաջ կրկին նամակ են ուղարկել կառավարությանը։ Նորանշանակ վարչապետի արձագանքին են սպասում։ Հարևան Հողմեկում էլ ներհամայնքային խռովություններ են։ Մի մասի կարծիքով հարկավոր էր միանալ ոչ թե Սարապատի, այլ Ամասիայի փնջին։ Ես են կոմեն ուզում, ես Ամասիային ուզում մոդիջե։ આજે իմ կարողան Ամասիայի մեր չմերը փադիեր մենք 4-5 ամիս Ամասիայի չամփեն փադիանում։
ասել եմ, մենք ամասյու ճամփա ունենք այսօրվա դրությամբ։ Մենք այսօրվա դրությամբ ամասյու ճամփա չունենք։ Նստե իմ ավտոս, նստե Հերոսանիդրի չի կրմել։ նկարի։ Ինչ որ ամասյա եք երբ։ Այսքան ժամանակ մենք ամասյու հետ ենք եղի, յուղը խմելու ջուրը տարվա կեսին չենք ունենում։ Հողմիկցիների խոսքով գյուղը բանակների է բաժանվել, իրար դեմ են պայքարում։ Գլուխ կոտրուկի հանգուցալուծումը չի նշмарվում։ 2000-ի ամռանը Երևանում սրված էր փողոցային առևտրի դեմ պայքարը, քաղաքապետի խորհրդականն ասում է մտավորականների պահանջն է։ Քաղաքապետը բնականաբար արձագանքում է մտավորականների խնդրին։ Ըստ քաղաքապետի խորհրդականի փողոցային առևտուրը բազմաթիվ տանիքներ ունի եւ քաղաքապետը հենց տանիքների դեմ է պայքարում։ Ովքեր են նրանք, որ փողոցում հովանավորում են բանջարեղեն կամ կարտոֆիլ վաճառողին։ Տանիքների կարգավիճակում հանդես են գալիս կիսակայացած գործարարները, համանքային նշանակության իշխանավորները կամ ոստիկանության տեղական նշանակության չինովնիկները։ Երևանի քաղաքապետի խորհրդականը տանիքներ է տեսնում նաև երթուղային տաքսիների ուղևորափոխադրումներ իրականացնելու բիզնեսում։ Այստեղ արդեն լրագրողներն են օգնել քաղաքապետարանին իմանալու, թե ովքեր են այդ տաքսիների տանիքները։ Եվ բավականին բարձր տեղերից ղեկավարվող տանիքներ դա փաստ է։ Խորհրդականն ակնարկում է, որ քաղաքապետ Ալբերտ Բազեյանն իր ղեկավարած հիմնարկում ունի սեփական թիմ ունենալու խնդիր։ Բացառված չէ, որ աղբահանության, հողօգտագործման եւ այլ խնդիրներով զբաղվող տեխնոկրատներին փոխարինեն քաղաքական դեմքեր։ Քանի որ պարոն Բազեյանը նաև քաղաքական գործիչ է։ 2000-ի ամբողջ գարնանը եւ ամռանը Երևանի բոլոր այգիներում կտրուկ նվազում են կանաչ գոտիները, ակտիվորեն ծավալվում էր սրճարանաշինություն։ Քաղաքապետի խորհրդականն ասում է, մարդիկ չէին առարկում այդ պատճառով էլ կառուցում են։ Սուրեն Սուրենյանցն այսօր խարդախությամբ քաղաքացիներից զգալի չափերի ապշտակություն կատարելու մեղադրանքով դատապարտված է 4 տարի ազատազրկման։